Այսօր կլսենք միջազգայնակետ Դավիթ Կարապետյանին, բարև ձեզ։ Ողջույն։ Մի կարևոր հարց, որ վերաբերում է մեր արտաքին քաղաքական կոնյունկտուրային։ Մեզ համար ինչ կարևորություն ունի Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունը։ Դե տեսեք, բազմաբովանդակ է պատասխանը լինելու, փորձեմ լակոնիկ ներկայացնել։ Իրանի անվտանգային քաղաքականության բաղադրիչներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, Միացյալ Նահանգների պես գերտերության հետ ընդհանուր հայտարարի գալն է, որովհետև մենք լսում ենք ոչ թե այն Թրամփին, որը որ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսում էր խաղաղության, օր առաջ կոնֆլիկտների հանգուցալուծման, առավել եւս Իրանի հետ ընդհանուր հայտարար գալի մասին, այլ խոսում է ուղիղ հարվածելու, եթե միջուկային ծրագրերի հետ կապված ընդհանուր լեզու, այսպես ասած, չգտնել։ Ու փաստացի այսօր մենք տեսնում ենք, որ ամբողջ դիվանագիտական արսենալը երկու երկրները օգտագործում են, որպեսզի գան ինչ-որ ընդհանուր հայտարարի։ Ենթադրում եմ տեղյակ եք, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, հայտնի եւ ոչ հայտնի, առաջարկում են հարտակներ, եւ որպես այդպեսին հատուկ ձեր ուշադրությունն եմ հրավիրում, որ նրանց մոտ ստացվել է կարևորագույն մի դրվագ առանց միջնորդների հետ անել։ Այսինքն նրանք, տեսեք, Օմանում Մասկատի հանդիպումները Եվ եթե տեղյակ եք, արդեն այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ ամսու 19-ին Հռոմում հաջորդ հանդիպումն է տեղի ունենալու։ Դա խոսում է, որ կա ընդհանուր ցանկություն, որպես այդպեսին, որ կան ինչ-որ հայտարարի։ Նորից եմ կրկնում, գեր նպատակը դրված է միջուկային ծրագրի մասով կա ընդհանուր հայտարարի։ Մեզ համար որ հանգուցալուծումն է ցանկալի այստեղ։ Որպեսզի տեկտոնական տեղաշարժեր տեղի չունենան, որևիցե, այսինքն Իրանը չներքաշվի որևիցե ռազմական բախման մեջ չներքաշվի, իրանական կողմը այդ պահով ապրեն իրենք կարողանում են այնպես անել, որ չներքաշվեն, իհարկե որոշակի պրոքսի պատերազմներով հասկանալի տեղերում իրենք դրսևորում են, այսպես ասած, իրենց համենայն դեպս, որ տարածաշրջանում շատ կոնֆլիկտների հետ կապված նրանք այսպես պրոքսի պատերազմով են հանդես գալիս, բայց որպես այդպեսին չեն ներքաշվում պատերազմի մեջ։ Որքան էլ Միացյալ Նահանգները մեր թնդմեր ցույց է տալիս, որ իր տարածաշրջանում դաշնակցի միջոցով հարվածի հավանականությունը այդուհանդերձ կա։ Խոսքը վերաբերում է Իսրայելի միջոցով հարվածներին։ Եվ ես ուզում եմ հատուկ նաև հիշեցնեմ, թե օրեր առաջ Վաշինգտոնում միայն Նետանյահուի ժեստիկուլյացիան եւ միմիկան, իհարկե ի տարբերություն Զելենսկու, ով Տրամփից անմիջապես լսեց, որ հենց այդ ինչի մասին որ խոսում ենք, այդ բանակցությունները կառուցողական են, երկկողմանի են եւ նպատակն է փորձել բարեդրացիական ճանապարհով որոշակիություն մտցնել հարաբերություններում։ Դա ձեռնտու կլինի նաեւ Բաքվին։ Չեմ կարծում։ Բնավ չեմ կարծում։ Որովհետև ինչ որտեղ, եկեք անկեղծ եւ շիտակ խոսենք, հավանական Իրանի դեմ կոալիցիոն պատերազմի ժամանակ Ադրբեջանը իր դերակատարությունը ունի։ Ընդհուպ մինչև տարածք որպես դիդարգելով, որպես պլազդարմ, պոլիգոն անունը ինչպես ուզում եք դրեք։ Եվ Իրանում դա գիտեն։ Իհարկե գիտեն, հետախուզությունը ամեն իր զեկուցում է։ Իրանի նախագահն էլ գնում է Բաքու, երևի։ Դե Իրանի նախագահն գնում է Բաքու, այդտեղ բազմապրոֆիլ հարաբերություններ են հասկանալի։ Նույն հաջողությամբ է մեր հետ օրեր առաջ զորավարժություններ էին անցկացնում։ Ես գալիս էի դրան։ Մեր հարաբերություններում Իրանի հետ ռազմական կոմպոնենտ է ընդգծվում հիմա տարբեր։ Կա նաև այսօր Թերանի Աբբաս Արաչին այսօր խոսեց։ Այո, մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ։ Շատ ողջունելի է։ Շատ ողջունելի է։ Դա շատ ավելի շուտ պետք է լիներ։ Իհարկե էլի ուշ չի, բայց լավին պետք է ասել լավ, դա իհարկե շատ ձեռնտու, շատ լավ քայլ է։ Մանավանդ եթե այն համատեքստում, որ նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում, իհարկե դա մի քիչ այդպես էլ չի, ոնց որ ներկայացվում է մամուլում, համատեղ զորավարժությունները հենց համատեղ են դա կատարում, այլ ոչ թե իրենք իրենց մասով։ Դեսամանի այն եւ այս կողմում նպատակը գիտենք, ես օրինակ իմ կարծիքը այդ մասով հայտնել եմ, հիմա էլ ասեմ, ել եմ կրկնում ողջունելի է, բայց այստեղ խոսքը չպետք է գնա միայն մաքսակետի վրա, ինչպես որ պաշտոնապես ձևակերպված է։ Ի տարբերություն մեզ իրանցիները բարձ ասում են, որ սահմանի լարվածությունը իրենց դուրը չի գալու։ Տեսեք նյուանս կա, դա շեշտում են, բայց կոնկրետ այս զորավարժությունը երկօրյա
Նպատակը հետևյալն էր՝ մաքսակետերի վրա երրորդ կողմից ահաբեկչական խմբավորումների դեպքում հակաահաբեկչական գործողություն, դիմադրողական գործողություններ։ Դե Բաքվին էլ ինչ ասեն։ Չէ, ուրիշ բան է, երբ որ ինչ որ բան մամուլում որպես այդպեսին չի տեղեկացվում, բայց զորավարժությունները ավելի լայն բովանդակություն են ստանում, օրինակ ես իմ մասով ասել եմ, որ ուրախ կլինեի, որ նման զորավարժությունները ավելի հաճախակի լինեն, մասշտաբային տեսանկյունից աշխարհագրորեն ավելի լայն տարածք ընդգրկեին, մինիմում ներառելով ամբողջ հայ-իրանական սահմանի 41-44 կիլոմետրի հատվածը, այսինքն սահմանային ամբողջ հատվածը, ինչու՞ չէ նաև ամբողջ Սյունիքի տարածաշրջանը, Սյունիքի մարզը ամբողջությամբ։ Վարչապետներ գնում է Սյունիք, Մեղրի եւ ու հաջորդի կրակոցները լինում ընդորում։ Հիմա եկան կրակոցին, շատ ճիշտ նկատեցիք, խնածախի ուղղությամբ։ Հաստատվում է, որ կրակել են եւ արդեն թիրախային է եղել այս անգամ, հա։ Փաստ է, բայց եկեք ես ձեր ուշադրությունը ուրիշ կողմ տանեմ, փոքրիկ քրոնոլոգիայով։ Պարոն Մնացականյան, երբ կրակեցին մինչ այս։ Կրակեցին մի քանի օր առաջ, չէ՞, մի շաբաթ առաջ։ Պաշտոնական տվյալների իդեպ շատ ֆանտաստիկ պատասխան հնչեց պաշտոնական ՊՆ-ի կողմից, որ դրանք կրակոցներ են առ ոչինչ, այսպես ասած, այսինքն ինչ որ օդն էին կրակում կամ բան, որովհետև հասցեագրված, այսպես ասած, կրակոց չէր ու տրամաբանորեն։ Դե այսպես էլ է լինում։ Դե տեսեք, չէ, եկեք հասկանանք, կրակոցը որպես այդպեսին ըստ իրենց տրամաբանության պետք է լինի երկու տարբերակով։ Նշանակեդային, այսինքն ինչ որ զոհեր, վիրավորներ եւ այլն, կամ եթե չի լինում, ուրեմն դրա մասին կարելի է անգամ չզեկուցել, հանրությանը չտեղեկացնել։ Դե այս անգամ ասում են խնածախի մշակույթի տունը տուժել է։ Դե եմ ասում։ Ես ժամանակին իմ հրաբարական ելույթներում ասեցի, եթե դա թողում ենք այդպես, նրանք հաջորդիվ ավելի կոնկրետ կկրակեն, ըստ նշանակելի, բնականաբար։ Եվ այդպիսի արհամարական վերաբերմունքը, բնականաբար, երբ որ դու չես պատժում, ինչն է ստուգում։ Դե տեսեք, երբ որ դու չես պատժում, նա այդ անպատժելիությունից սկսում է նորից նման գործողություններ կիրառել։ Սադրում է, բնականաբար, ինչ անում, ուղիղ հարցին ձեր պատը սադրում է։ Նպատակը գիտենք, չէ՞, որ պատասխան հարվա, որովհետև ալիբի է ստեղծում, որպեսզի լոկալ պատերազմի անցնի հենց Սյունիքի հատվածում։ Ձեր պատասխանը ուղիղ դա է։ Հաջորդիվ, ինչի ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ։ Տեսեք, վարչապետը մեկնում է Սյունիք գործողումով, Սյունիքից դուրս է գալիս, այսպես ասած, հետևից կրակում են։ Ինչ է դա եթե ոչ ուղերձ, ինչ որտեղ հասկանում եք, չէ՞, ուրեմն տանում խոսակցությունը։ Այն որ ասում է վարչապետի հետևից կրակում են, եւ դա կրակում են այն ժամանակ, երբ որ տեղի ունենում մեր կողմից հիշադակվող զորավարժությունները նաեւ։ Էլ եմ կրկնում, դա տարածքային լոկալ պատերազմի անցնելու ստեղծում են ալիբի, որբիսի հետագայում իհարկե շատ հեշտ ձևով մեղքը բարթելով Հայաստանի վրա անցնել իրենց էքսպանսիոնիստական մեղքը բարթել։ Եվ այստեղ շատ կարևոր բան եմ ուզում։ Հիմա դուք եթե հարցնեք, լավ, բայ այդ դեպքում ինչպես մեզ ապահովագրենք կամ ինչպես անենք, որբիսի վաղը միսօր, այսպես ասած, մեղքը մեր վրա չբարթի։ Փարիզը ասեց այսօր պետք է ավելացնել Եվրամիության դիտորդների քանակը եւ այդտեղ ուրիշ բան է կա։ Այդ տարածաշրջանում հենց հիմա ուժեղացված ռեժիմով մոնիտորինգային աշխատանք կատարվում է թե ոչ։ Այդ մասին ես մամուլում լրատվական ես փորձում եմ գտնել ինչ որ հավաստի աղբյուր, ես չեմ տեսել, ցավոք չեմ տեսել։ Այսինքն գալիս ենք ձեր ասածին։ Այսինքն այն ուղղությամբ, որտեղ լարում են Որտեղ լարում են, այդտեղ պետք է գոնե մոնիտորինգային աշխատանքը ինչի համար են, իրենց առաքելության նպատակը որտեղ որ գոնե կրակոցներ։ Այսինքն անում են այնտեղ, որտեղ դիտորդներ չկան կամ չեն լինում։ Կամ չեն լինում, կամ հավուր պատշաճ այնտեղ ներկայացված չեն, աշխատանք, տեսեք, այնտեղ մոնիտորինգային աշխատանքի մեջ բնականաբար, քանի որ նրանք սահմանափակ քանակով են, դու չես կարող ամբողջ ողջ երկայնքով եւ նոր բնագծերով տեղավորես այդքան մանավանդ թվականակը շատ քիչ է։ Հետևաբար ստացվում է նրանք արագ արձագանքման խմբեր որպես այդպեսին պետք է ձևավորված լինեն, որ գոնե ինչ որտեղ եթե կրակոցներ են լինում, գնան այնտեղ կատարեն մոնիտորինգային աշխատանք։ Եվ այստեղ տեսեք, եթե դիտարկում ենք, որ անվտանգության քարտուղարը մեր ասում է ինչ, ասում է վերջի վերջո ներդնենք այդ համակարգը, մեխանիզմը ներդնենք եւ փորձենք հասկանանք ով է առաջինը կրակել, ով երկրորդ։ Փաստացի այսօր ցույց են տալիս, որ մարդիկ կարող են ուղիղ կրակել օբյեկտների վրա, այսինքն քաղաքացիական օբյեկտների վրա, մշակույթի տան վրա են կրակել, այո։ Այսինքն եթե դա հասցեական չի, այլ
աբա ինչ գնա դանք, նոնսենս կլինի, հասկանում եք, եթե մարդիկ կրագում են անմիջապես մշակույթի տանը։ Հիմա տեղի ունեցողի դիվանագիտական էջը դիտարկենք։ Դա տանում է փակուղի այնտեղ, որտեղ բանակցություններ են։ Դե տեսեք, Անտալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ մեր իշխանության ներկայացուցիչը, իդեմս արտգործնախարարի վստահեցնում է, որ ամենամոտ իրավիճակում ենք խաղաղության կնքնելու, ընդհուպ մինչև ասում են պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը կնքելու հետ համատեղ նույն օրը փաստաթուղթ ստորագրենք Մինսկի խմբի լուծարման մասին։ Բառացի ցիտում եմ։ Բայց անցնում է 1 օր, սահմանին այսպիսի էքսցեսների ու ինցիդենտների ականատեսն ենք դառնում։ Հիմա սա խոսում է խաղաղության մասին։ Ես չեմ ճանաչում նման խաղաղություն։ Այսինքն այնինչ ասում է Բաքուն, հերթապահ պահանջներ են, որոնք Իհարկե։ անգամ լուծելու դեպքում Իրականում սա տեսեք, մենք ժամանակին խոսել ենք։ Պահանջը եղել է 17 կետերը, որոնք համաձայնեցվել են։ դա փակել են այդ։ Նրանց մոտ կա հետևյալ տրամաբանությունը, 17-ի տակ ստորագրողը 27-ի 37-ի տակ է ստորագրի։ Քանի կարելի է միակողմանի զիջումների անցումը ճնշումով ինչ որ բան կորսել, այդպես մտածում, ինչն է։ հիմքերն են տալիս այդպես կարծել, որտեղ ամեն օրվա ռեժիմով նոր պահանջներ են ի հայտ գալիս։ Հենց հիմա մեր նախորդ խոսակցությունից հետո, երբ որ մենք ֆիքսեցինք, որ 17 պահանջները 2 պահանջ էլ ավելացավ զատ 17-ից, հենց այսօր օրինակ էլի պաշտոնապես պահանջ է եղել։ 300,000 ադրբեջանցիների այն մասին, որ մենք խոսում ենք որպես ակնարկ, հիմա խոսում են ավելի պաշտոնապես, որ պետք է ապահովենք նրանց վերադարձը եւ նրանց իրավունքներն ապահովենք։ Դա արդեն իսկ պահանջ է։ Դեր քաղաքական մթնոլորտը խաղաղ որակել Հայաստանի, թե Մասնավորապես Գյումրիում, թե դե հիմա Գյումրին կդիտարկենք որպես առանցքային այստեղ։ Եթե գլոբալ տեսանկյունից որևիցե ինչ որ լուրջ, միջադեպ, լուրջ ինչ որ, եթե չեմ սխալվում, ինչ որ քաղաքական նախաձեռնություն երեք փորձում էր Ազատության հրապարակում ինչ որ համաժողովրդական ցասման ու ընդվզման ֆոնին ինչ որ քաղաքական process-ներ գեներացնել, իհարկե չգիտեմ հիմա որ этаպում են ինչ որ աշխատանքներ Պատրվագը Գյումրին համարելով, հա, թե չէ, գիտեք, չի ասի Գյումրին, հղում չեն տալիս Գյումրուն, ես փորձեցի նայել հասկանալ որտեղից է գալիս, այդ ամեն ինչը չէ։ Դե խոստոպից է գալիս ոնց որ թե Գյումրիում այլ պատկեր է։ Գյումրիում մասնակցեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Գյումրիում բացայի թե քողարկված մասնակցեցին բոլորը։ Այնտեղ հիմա ասած դա է էականը։ Դե այնտեղ հիմա Kinder Surprise է տեղի ունեցել այսօրվա դրությամբ։ Ինքնաբացարկը գիտեք Մարտուն Գրիգորյանի, այն որ շատ հավանական տարբեր սցենարներ մինչև Միսուդոցի կարող է տեղի ունենա, մինչև առաջին նիստը։ Փաստացի գիտենք, որ առաջին նիստը գլխավորելու է Վարդան Ղուկասյանը, դա փաստ է։ Հիմա թե ինչ, որովհետև երկու հոգի Մարտուն Գրիգորյանը եւ ինչ որ կին իր թիմակից ինքնաբացարկի դիմումը ներկայացրել է։ Եվ այդտեղ պատկերացրեք, արդեն գնում է քաղաքական տորգ, առևտուր, այն ինչի մասին խոսում ենք դեռևս առանց վանգայություններ անելու, որ նման սցենարի կարող է ականատեսը դառնանք։ Շատ զգուշավորություն են անում, մեկը զգուշավորություն է անում, մեկը ապահովագրում է իրեն, հաջորդի, որ հետագայում պաշճագաթով մնա, քաղաք դուրս գալիս խնդիր չունենա, մեկը ասում է խոստում ես տվել, խոստումի տեր կանգնի, մեկը ասում է ես մանդատը կվերցնեմ, մեկը ասում է բա որ վերջում մի քիչ գալիս է հավասարազոր մանդատներ, բա որ մեկին գնեն, մեկին առնեն, մեկին ծախեն, մեկին դասական հայտնի ձևերը։ Այսինքն Գյումրու այդ ավականու առաջին նիստը կանխատեսելի չի ոչ մի տեսակ։ Բնավ։ Ես կարծում եմ, որ դա սեզամա լինելու, որը կարող է բացվի այն սցենարով, բայց վստահ եք, որ քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում նաև նախկին նախագահների հովանավորությունը փորձարկեցին իրենց ուժերը։ Յուրաքանչյուրը իր մասով փորձարկեց։ Իշխանությունները իրենց մասով, ռեսուրսներ կիրառելով եւ բոլորը ինչ գործիքակազմ ունեն, կիրառեցին Գյումրիում։ Շատ շաբլոն հարց է, գնդակում դաշտում է։ Այս պահին
ի զարմանս ինձ ոչ մեկի դաշտում բոլորից ժողովրդական լեզվով ասած ստրախովկա են պահում ու այսպես սպասում են թե ով ումա գցելու կամ ով ում հետ դաշինքը պահի տակ, որովհետև այնտեղ տեսեք ընտրական օրենսգիրքը իրենից թույլ է տալիս մանավանդ մունիցիպալ իրավունքի տեսանկյունից այդպես վերջի րոպեին այդ տեսեք ով էր մտածում որ անունը դնենք Քայլձիով թե չգիտեմ նման բան, բայց ամեն դեպքում ով էր մտածում որ Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկի կարող էր գնալ։ Անկամ իշխանականներն են այսօր ընդունում, որ այդ սցենարը չէին, բայց դրա համար ես ձեր հարցին նախապես ասեցի, իրենց համար սա Kinder սյուրպրիզ էր։ Այդտենց Kinder սյուրպրիզներ դեռ շատ են լինելու։ Միքայել Աջափայանի գնահատականները քաղաքական այդ process-ին հին, նոր, ինչու այդպես աղմուկ բարձրացրեցին։ Տեսեք, իր անձը պետք է հասկանանք երկու ֆորմատով։ Մարդ, որը որ քաղաքացի է եւ ունի խոսքի իրավունք եւ ինքը իր տեսակով, մարդ տեսակով հեղինակությունը իր խոսքը հասանելի է հասարակությանը եւ լրատվամիջոցներին, մարդ, որը որ խոսում է բացառապես իր դիրքերից ելնելով որպես հոգեվորական։ Հիմա տեսեք, այդտեղ դեր գնում է շահարկումը, ում ոնց ձեռա տալիս այդ մարդու ասածը, ոնց ձևակերպել, ինչ ֆորմատի տակ ձևակերպել, ինչ ռակուրսի տակ ասել։ Բնականաբար մեկը այլ կերպ անգալում, մեկը այլ կերպ, մեկը շահարկում է, մեկը վիճարկում է, բայց փաստը այն է, որ իր ասածի մեջ կա ճշմարտություն։ Եթե ընդհանուր գլոբալ համատեքստում նայենք, իր ասածի մեջ կա լոգիկա, այդ մարդը շատ ճիշտ ասում է ինչ որ բաներ, ուղղակի ուրիշ բան, երբ որ հասկանում ես, որ հաստացի կա մի ձևակերպում, հոգևորականը չպետք է մասնակցի քաղաքական process-ներին։ Կարող է կարծիք ունենալ, բայց հիմա այդ մարդն է հանրային մարդ է, ինչպես Բագրատ Սրբազանն էր, որը նաև քաղաքական process-ներ էր գեներացնում։ Ուրիշ բան, երբ որ եկուց մյուսօր, պարոն Մնացականյան, դուք կբացառեք, որ ամսու 24-ին էլ օրինակ ապրիլի ներողություն, ապրիլի 24-ին օրինակ Արամ առաջի կատողիկոսը արդեն հանդես գա ոչ թե քաղաքական դերևս, այլ համախմբման, հասկանում եք, օրվա հետ կապված, հա, տարբեր, որը վերածվի այլ բանի, Գարեգին Սրբազանը դուրս գա եւ այլն, այսինքն սովորաբար ասում են ցավի ժամանակ, չէ, հայը երբ է ոտքի կանգնում, թեվու թիգունքը մյուս հային դառնում, երբ որ ինչ որ դանակը ոսկորին է հասնում, ինչ որ համախմբման բան լինում, ինչ որ լիդերներ են գալիս։ Հիմա առիթ է։ Ես ուղիղ բերում կապում եմ ձեր ասած նախորդ հարցին, որ հրապարակայինորեն փաստացի հոգևորականը քաղաքական հայտարարություններ է անում ու բավականին վիճահարույց եւ ծանրագույն, որը որ դառնում է այսենց էյֆորիկ վիճակի մեջը ցայտնոտ է առաջացնում շատերի մոտ ինչ որ լարվածություններ։ Մի բան էլ ասեք եւ ավարտենք։ Երկրորդ եւ երրորդ նախագահները այս մթնոլորտում հավախոններ են թե հակառակորդներ։ Առաջի հայացքից, երբ որ մենք փոքրի շատ է գիտենք, որ նրանք իրենց մեջ կա որոշակի անտագոնիզմ եւ ինչ որ տարաձայնություններ, որի արդյունքում չկա համախմբվում, մանավանդ որ իրենց падգամավորները իրար միս են ուտում։ Ու ես չգիտեմ դա ինչ որ ձև դեմոնստրացվում է ուղղակի որ այդպես ներկայացնեն, այդպես մատուցեն, թե ինչ։ Ով գիտի դա իրենց ներքին կուխնյան է, ես ժամանակին ձեր տաղավարում կարծեմ ասել եմ ամոթ է։ Բան ունեք կիսելու կամ բան ունեք խոսելու առանձնացրեք այդ ձեր էժանագին պոպուլիզմով համեմված այս բանը, խոսույթն ու վարվելակերպը մի ցույց դրեք։ Դա դրանից շահում են իշխանությունները։ Եթե դա միավորներ է բերում, ինչ դա միավորներ է բերում իշխանությունը իրականում։ Իշխանությունները սիրով նայում են, թե ինչպես են գզվրտվում։ Դա իրենց է ձեռ տալիս։ Ամեն դեպքում, եթե իրենք հայտարարի չեն գալիս, իրար միս են ուտում, շահում է երրորդ կողմը։ Այս դեպքում երրորդ կողմը գործող իշխանությունն է։ Իրականում ես կարծում եմ, որ բոլորը իրար հետ սինխրոն աշխատում են։ Բոլոր իրար հետ համակեցության կանոններ են մշակել ու այդ համակեցության կանոններով ապրում են։ Լավ, այդ մտքից հետո իմաստ չունի շարունակել, շնորհակալություն։ Դավիթ Կարապետյան, միջազգայնագետ